Դատան լսելով պաշտպանական կողմից որոշում, դրանք դարձել որոշում է բողոքների քննարկում շրջանակի պաշտպանական զորավարանի բացակայության պայմաններում։ Պարոն Սարգսյան, նախորդ դատական լիստը դարձնեց ձեր երևույթի ընթացքում, խնդրեմ կարող եք շնորհակալություն բաժան դատարան։ Նախորդ լիստին մենք ներկայացրեցինք ընդդիմության հետ կապված խախտումները, որը ինքնին ամբողջ դատական ակտը բեկանելու հիմք է հանդիսանում, բայց այսօր կներկայացնենք նաև մեկ այլ հիմք, որը ևս ինքնին ամբողջ քրեական հարույցը անօրինական դարձել եւ բեկանման հիմքը հանդիսանում։ Խոսքը վերաբերում է հատկապես քրեական բարույթի անօրինականության եւ քրեական հետապնդումը դարձնում որ էջը իմն է։ Այս ապօրինությունների մասին։ Ուրեմն ընդհանուր առմամբ նախ նշենք, որ սույն քրեական բարույթը քննիչի կողմից նախապատրաստվել է 2025 թվականի հուլիսի 17-ին։ Մի քանի նոր կա, որոնք որ ցանկանան վկայակոչվել, որովհետեւ դրանց վրա է կառուցվելու։ Մասնավորապես օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի համաձայն քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե բարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացած տեղեկատվության հիման վրա։ Նաև 13-րդ հոդվածը նշում է, որ քրեական բարույթը ենթակա է կարգման, եթե բարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքի 173 հոդվածի 3-րդ մասի նախատեսած կանոնների խախտմամբ, իսկ այդ նորմը, որը վկայակոչեցին, դա է տևյալը։ Քրեական բարույթ չի կարող նախաձեռնել, եթե հանցանքի մասին տեղեկություն ստացվել է սույն հոդվածով չնախատեսված այդ թվում անհետ կամ չբացահայտված աղբյուրից։ Այլ կերպ ասած, պատվիրական դատարան բարույթի ոչ իրավաչափ նախաձեռնումը հանգեցնում է անձնական քրեական հետապնդումը դադարեցնելու, եթե նախաձեռնվել է օրենքով չնախատեսված աղբյուրից։ Պաշտպանության կողմը գտնում է, որ Գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապարյանի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդումը հարուցվել, իսկ հարուցած քրեական հետապնդումն է ենթակա է դադարեցման, ինչպես նաև քրեական բարույթի ենթակա է դաշտման, քանի որ սույն քրեական բարույթը ոչ իրավաչափ է նախաձեռնվել օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա, խախտվել են քրեական բարույթ նախաձեռնելու օրինականություն երաշխավորող կարգերը։ Այլ կերպ ասած, քրեական բարույթի նախաձեռնումը ոչ իրավաչափ է, որի պայմաններում ամբողջ քրեական բարույթը դառնում է ոչ իրավաչափ։ Պատվիրական դատան, նախնական դատալսումների ընթացքում այսինքն դատանին մշտորդել են, որպեսզի դատալսնի Միքայել Սարգսյանի նկատմամբ իրականացած քրեական հետապնդումը, դատանը որոշել էր այս միջնորդության լուծումը հետաձգել մինչև էական անձնավորների բազաբանումը, որոշում կայացնելու համար իր բաներ կազմելու, սակայն հատուկ ցանկանում եմ նշել, որ նույնիսկ հիմնական դատալսումները ավարտելուց հետո եւ ենթադրվում է դերիժնորություն լուծելու համար Արարել բոլոր հանգամանքները դատանը պետք է բազմացնել, դատանը մինչև եզրափակիչ ելույթները սկսել են, օրենքի կողմից խախտմամբ այդպես էլ չքննարկեց այդ միջնորդությունը եւ առանց այդ միջնորդությունը քննելու եւ դրա վերաբերյալ որոշում կայացնելու է, դատանը ներառական վերաբերյալացրեց, ինչն ինքնին առանց որևէ վերապահման վկայում այն մասին, որ անկախ սույն գործում առկա խախտումներից ու ապացույցներից դատանը միևնույն է ամեն գնով ներառական վերդիկտ է կայացնելու Միքայել Սարգսյանի վերաբերյալ։ Որտեղ մենք հակառակը որևէ կերպ չենք կարող պատկերացնել։ Ամբողջ դատաքննության ընթացքում սրա վրա հենց ծանրակշիռ ձևով անդրադառնալ, փաստեր ներկայացնել, վիճել ներադրանքի կողմի հետ, եւ այդ ամեն ինչի համար միջնորդություն անել դատանը հետաձգի, բայց միևնույն է իր համար այս հարցը քննարկի, չքննարկի, չէր կարող դատանի մոտորը, այսինքն եթե ինքը որոշած չլինի, որ անդեղ ամենից ներադրական վերդիկտ է կայացնում։ Ինքը հարցերի ուշադրություն կդարձնի, բայց մտքից ամեն ինչ անել է, ուղիղ գնում էր նա, որ ներադրական վերդիկտ կայացնի։ Եթե մենք սխալվում ենք պատվիրական դատարան, իրականում այդպես չի, ապա վերաքննիչ դատարանին խնդրում ենք իր դատական ակտում տալ այն հարցի բազաբանումը, թե ինչպես է դատարանը ներադրական վերդիկտ կայացել առանց քրեական հետապնդումը դարձնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու եւ լուծելու, որին անդրադարձել է մերժել է միայն դատարանը։ Բայց ինքը հասկանալը որ չի արել, ասել է, ներադրական վերդիկտը կայացրել է, հետո գնացել է դատավճռում, փորձել է հետադարձով դա թերությունը շոկի։ Դա ուղղակի абսուրդ է, նման բան չկա իրականության մեջ։ Միթե հնարավոր է, որ ներադրական վերդիկտ կայացնելուց հետո կայացված դատավճռում դատանը հակասել ինքն իրեն եւ որոշել բավարարել քրեական հետապնդումը դարձնելու մասին միջնորդությունը այն դեպքով, որ քրեական բարույթը նախաձեռնված է ոչ իրավաչափ կարգով եւ հաստատել, որ այդ պատվերի գործով
ապօրինի գործողը մենագրական վերդիկտ կայացնել։ Ավելի պարզ ասելու համար, այսինքն տեսեք, երբ որ ինքը դժվարությունը չի քննում, չի լուծում, մենագրական վերդիկտ է կայացնում, եւ դրանից հետո գնում է դատավճիռ կայացնելու, ուզի թե չուզի, դատավճիռում պետք է ասի, որ ամեն ինչ օրինական է։ Հակառակ դեպքում իր վերդիկտը կլինի այդ ապօրինի։ Ինքին են կաշկանդում, դնում է մի վիճակում, որ այդ հարցին նման որոշում կայացնի։ Այսինքն սա ակնհայտ արդեն կաշկանդվարության եւ կանխականության եւս մեկ դրսևորման մասին է։ Այո, ապոստել հետազոտեցի, կավարտեցի, գրադիության հարց քննարկվեց, անցած եվրոպական ելույթներին, այդ հարցը բարձրացան եք ձեր միջնորդության հետ կապված, որ չի քննարկվել։ Ես հենց հիմա չեմ հիշի անցածային չէ, բայց առնվազն ճարելում, եզրափակիչ ելույթում նորից դրան անդրադարձան։ Այսինքն դատանը կարող է վերսկսել այդ հարցի քննարկումը նորից շարունակել։ Ելույթներում անդրադարձ կատարել եք։ Այո։ Իսկ որ դատանը հետաձգել է միջև որ ունեն Միջև ապացուցել հետազոտումը ավարտել։ Միջև իրական հանգամանքների բազումն է նշել, դատարանը շատ դժվարանում է ընդհանրապես պատճառաբանել թե ինչ որոշում ակնարկել ինչի համար, մենք խնդրում ենք հաճախ գոնե պատճառաբանենք թե ինչի համար է կայացնում, որտեղ մենք երկար հիմնավորումներ ենք տալիս, դատարանը ցած ընդհանրապես մի բառով ասում է, մերժում է բավարարել։ Իսկ մենք գոնե ասենք ինչի համար, ինչ պատճառաբանությամբ հաջորդի մեր գործողությունը նույնն էստեղ է։ Այսինքն այն իրավիճակը, որտեղ մի բան հաստատ է, չէր կարող հիմնական դատալսումների ավարտից հետոյի մասին խոսել, ինչի համար, որովհետև դատանի համար էական հանգամանքներ պետք է պարզել ապոստելի հետազոտումից։ Դա պարզվեց բնականաբար հիմնական դատալսումների ավարտով։ Այսինքն այնպես չի, որ պետք է լրացուցիչ դատալսումներ լինել, որ դրանից հետո ինքը հասկանա մերժի թե բավարար։ Ինչը վերդիկտ կայացնելը իր համար ամեն ինչ պետք է պարզել։ Իսկ վերդիկտը կայացնելու պայմանությամբ այս դժվարությունը քննարկում չի եղել։ Հետո դատավճռով քննարկելը սովորակի նորից եմ ասում, չէ՞ կարելի է հակասել ասել, ես վերդիկտ ապօրինի եմ կայացրել, որովհետև վարույթը ապօրինի։ Ամեն դեպքում բարձրացնել եք այդ մասը։ Միջև եզրափակիչ ելույթը չեմ հիշում։ Եզրափակիչ ելույթներում այս հարցին նորից անդրադարձել։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես կարող ենք չբարձրացնել, որովհետև դատարանի որոշումն է, ինքն հետաքրքիր է դատարանը պայմանավորված որոշում կայացնել։ Որտեղ միշտ չի, որ պրոֆեսիոնալ մասնակիցները լինում կամ գուցե մարտավարական առնվազն չուզենան ներկայացնել, հազար տարբերակ հարավից, սա դատարանի պարտավորությունն է, օրենքը բացառում, օրենքի խախտումը արդեն հետանման հիմք է։ Սա ինքնին ևս մի առանձին հիմք է, որով որ դատարանը ուղղակի դատականալը պետք է բեկանվի։ Հիմա ուզում եմ կոնկրետ անել, գիտեք, հիմա անդրադառնել եմ կոնկրետ բարոյթային խախտումներին։ Եթե օրինակ այս մասով պետք է մեղադրանքի կողմը արձագանքի, կարող ենք արձագանքի, որովհետև այս կետը բավականին ծավալուն է։ Ես կարող վերջացին թանուր այս կոնկրետ հատվածը վերջացնի կասեք Ինչ վերաբերում է նախաձեռնված քրեական վարույթի ոչ իրավաչափ լինելը հաստատող կոնկրետ հիմնավորումներին, ապա նշենք, որ օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի հետում տրված է քրեական վարույթ հասկացության օրենսդրական բնորոշումը, որը հետևյալն է, առերևույթ հանցանքի մասին պատշաճ ձևով տեղեկանալու պահից կատարվող գործողություններ։ Այստեղ հատկապես կարևորը պատշաճ ձևով տեղեկանալու պահը, թե որքանով դրա մասին պատշաճ տեղեկացվեցին։ Քրեական վարույթի օրենսդրական բնորոշումից հստակ է, որ քրեական վարույթը որպես ընթացակարգ սկսվում է հանցանքի մասին պատշաճ ձևով տեղեկանալու պահից։ Հանցանքի մասին պատշաճ տեղեկանալու պահը առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու պահն է։ Այսինքն քրեական վարույթը մեկնարկում է, ծագում է, առերևույթ հանցանքի մասին տեղեկացել է պատշաճ սուբյեկտը, պատշաճ սուբյեկտն առերևույթ հանցանքի մասին տեղեկացել է մի պաշտոն է, այսինքն իրենց լիազորությունները իրականացնելիս եւ առերևույթ հանցագործության մասին տեղեկություններն արտացոլված են պատշաճ հաղորդման մեջ։ Հիմա քրեական վարույթը մեկնարկող վերոնշյալ պարտադիր պայմանները պետք է նշենք, որ ունեն ոչ թե ընթացակարգային ձևական, որտեղ հաճախ օրինակ ինչպես նաև այս գործող առաջնահերթական դատարանը, իր համար այս ամեն ինչ ձևական է, դե ոչինչ որ օրենքը նախատեսել է այս հակը, դե ոչինչ որ սահմանել է այս ձևով, կարևոր է որ ընդհանուր առմամբ դատարանի պատկերացման մեջ ոնց որ թե նման հաղորդման։ Ինչ եմ այսպես ասում, որովհետև հիմա հատիկ խախտումները ցույց են տալու։ Եվ փորձելու ենք հասկանալ, երբ որ օրենսդիրը վարույթի ամենաառաջին պահը նման բարակրկի ձևով կարգավորել է, այդ խախտումները նորմալ է, որ կատարվում է, ինչի համար է սահմանել։ Այսինքն հետո ընդհանրապես պատշաճ բառներ չեր գրի, ասենք գրել որ
օպերատիվ աշխատակիցը հաղորդում է ներկայացրել, ավարտվեց, ամեն ինչ նորմալ է։ Ոչ կգրեք թե օպերատիվ աշխատակիցը ընդհանրապես ոնց պետք է ներկայացնել հաղորդումը, ինչ պետք է մեջը նշել։ Եթե այդ ամեն ինչը անիմաստ է, եկեք ընդհանրապես մի կետով կգրենք, դատավարությունը մենակ մեր համար չէ, այլ նաև պետական մարմինների համար։